Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես հիշում եմ, որ սա 7-րդ անգամն է, որ ես որպես հարակից զեկուցող տնտեսական հարցերի հանձնաժողովի անունից այս ամբիոնից խոսում եմ, ու այս անգամ մի քիչ ուրիշ համ զգացողություններ են, համ տրամադրվածություն, համ ասելիք, ու ես չեմ ուզում ընդհանրապես այս անգամ թվերի մասին խոսել, որովհետև հատկապես վարչապետի երեկվա զեկույցից հետո, իհարկե դեռ շատ ասելու բան մնաց, որովհետև արված բաները շատ են, բայց մենք դեռ առիթ կունենանք ամեն ինչի մասին, եթե հարկ լինի ավելի մանրամասն թվերով խոսելու։ Նաև առանձնահատուկ է նրանով, որ մենք հիմա փաստացի խոսում ենք ոչ թե միայն 25 թվականի մասին, այլ ինչ-որ առումով ամփոփում ենք մեր նախորդ տարիների գործունեությունը և մեր տրված խոստումները մեր հասարակությանը, որովհետև հաջորդ կառավարության զեկույցը լինելու է արդեն ընտրություններից հետո, այնպես որ սա ինչ-որ առումով նաև հաշվետվություն է մեր ժողովրդին։ Տնտեսության մասին էլ չեմ խոսա, որքան էլ զարմանալի լինի, որովհետև էլի շատ ենք խոսել, բայց խոսեմ երկու ոլորտի մասին, որը իմ կարծիքով ամենակարևորն է և որոնք մեր տնտեսության համար շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան միգուցե հարկային փոփոխությունները կամ ինչ-որ այլ փոփոխություններ, ու այդ երկու ոլորտներն են կրթությունը, գիտությունը և առողջապահությունը։ Ես, եթե չեմ սխալվում, մարդկային կապիտալի զարգացման տարբեր ինդեքսներում որպես հիմք վերցվում են հենց կրթության և առողջապահության ոլորտների ցուցանիշները և ամենատպավորիչը ինձ համար այդ երկու ոլորտներում մեր կատարած աշխատանքներն են, թե դպրոցների մանկապարտեզների շինարարությունը, վերանորոգումը, թե ուսուցիչների վարձատրության բազմակի անգամ ավելացումը, թե գիտության ֆինանսավորումը, այս ամեն ինչը ամենակարևոր, ամենաֆունդամենտալ և երկարաժամկետ ներդրումն է մեր տնտեսության մեջ, որի արդյունքները զգացվելու են մի քանի տարի կամ 10-15 տարի հետո։ Եվ երկրորդը առողջապահության ոլորտը, որտեղ այս ընթացքում էլի շատ աշխատանքներ կատարվել են, բայց առողջության ապահովագրության ներդրումը այն ամենակարևոր փոփոխությունն է, որը մեր քաղաքական թիմը կարողացավ կյանքի կոչել և իհարկե այդտեղ դեռ շատ անելիքներ, ճշգրտումներ լինելու են, բայց այդ այն ռեֆորմներից է, որ արդեն մենք զգում ենք դրա ազդեցությունը։ Ես առիթից օգտվելով մի անգամ եմ ուզում Տիկին Ավանեսյանին շնորհակալություն հայտնել և մի անգամ էլ այստեղից անկեղծորեն խոստովանել, որ իմ որոշակի մտահոգությունները այս համակարգի ներդրման որոշ ռիսկերի հետ չափազանցված էին, ես սխալվում եմ և դա ուրախությամբ եմ դա արձանագրում և կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ և կառավարության մեր գործընկերներին այս ռեֆորմի մշակման և իրագործման համար։ Ես համաձայն եմ պարոն վարչապետի այն դիտարկման հետ, որ լավ փոփոխությունները սովորական են դառնում և շատ հաճախ մենք ինքներս ենք մոռանում, թե ինչեր ենք արել։ Ես մեր մարզային այցելությունների ժամանակ, երբ ճանապարհին տեսնում էի մեր աշխատանքների արդյունքները, օրինակ 16 միլիոնով իրականացված տների շինարարությունը, գյուղատնտեսական տարբեր օբյեկտներ, երբ Սյունիքի մարզում տեսնում էի իմ աչքով թունելը, որը որ կառուցում է, այդ հսկայական շինությունները, այդ ամեն ինչը, երբ դու սեփական աչքով տեսնում ես, վերաիմաստավորում ես այն ամեն ինչը, ինչ արվել է, բայց ուրախությամբ պիտի նշեմ, որ մեր հասարակությունը այդ շփումների արդյունքում վերստին համոզվեցի, որ շատ լավ հասկանում է, թե ինչ է արվում և երբեմն իրենք այդ ամեն ինչը կարողանում են շատ ավելի հասկանալի ու պարզ բացատրել մեզ, որոնք որ այդ ռեֆորմները իրականացել են և պարոն վարչապետ, այդ քաղաքացու այդ երկխոսությունը, որ կար, այդ ինձ էլ էր տպավորել, բայց ինձ նաև մեկ ուրիշ երկխոսություն էր տպավորել Գեղարքունիքի մարզում,
ես այդ խոսակցությունը ես էլ փորձեմ այստեղից էլի առաջին անգամ այս մեխանիզմը օգտագործել, այդ խոսակցությունն եմ ուզում դնեմ Գեղարքունիքում մի պապիկ էր ու խոսում էր թոշակների ու առողջության ապահովագրության մասին, այսպես էր ասում մի րոպե Թոշակից ավելացել է 40, ասել քարտով ավելանում է, լմա 50, ես շոտ շնորհակալ եմ, ցավը տոնեմ, 40 էլ ստանում եմ, լավ 90, 40,000 թոշակ է սա, 30,000 ամսական տեղեր նացերի, Նախկինում փող էր տալիս հիմա էլ չեմ տալու, լավ 70, 10,000 թոշակից ավելացել է 80, 10,000 էլ քարտով անեմ, լմա 90, այդ 90, ունվար ամսինը 2 հատ ստենդատերած, 2 միլիոն, ձերի փող չեմ տվե, դեկտեմբեր ամսին ողնաշարես օպերացիա Ერთი շարունակեմ, ինձ թվում է բավարար է։ Այս մարդը ընդամենը 1 րոպեում ներկայացրեց սոցիալական ու առողջապահության ոլորտներում կատարված քայլերը, որը ինքը իր օրինակով զգացել է ու առաջին անգամն է, որ մենք քաղաքացիների հետ շփումների ժամանակ երախտիկի այսքան խոսքեր ենք լսում ու գնահատանքի։ Իհարկե շատ են մարդիկ, որոնք ներկայացնում են իրենց բողոքները, որոնք ներկայացնում են իրենց դժգոհությունները, բայց շատ կարևոր է, որ տեսնում ես, որ մարդիկ տեսնում ու գնահատում են այդ ամեն ինչը, ու դա շատ ավելի մոտիվացնում է։ Եվ այդ, որ ասում ենք ամեն ինչ սովորական է դառնում, մի կողմից իհարկե դժվար է այդ սովորականի վրա ինչ-որ բան ավելացնելը, բայց մյուս կողմից դա լավ է, որովհետև դա նշանակում է, որ նշաձողերը բարձրանում են, եւ այդ նշաձողերը մենք ինքներս ենք մեզ համար բարձրացնում ու գալիք տարիների համար, եթե նայեք մեր նախընտրական ծրագիրը, այդտեղ շատ հավակնոտ բաներ կան։ Եվ այդ հավակնոտ բաների համար շատ կարևոր է, որպեսզի մեր տնտեսությունը ունենա այդ ներուժը, որպեսզի մենք այդ ծրագրերը կարողանանք կյանքի կոչել, եւ շատ կարևոր է, որպեսզի մեր երկրում հարկատուները կարողանան արդյունավետ աշխատել, զարգանալ, հարստանալ եւ հարստացնել Հայաստանի Հանրապետությունը իրենց վճարած հարկերով, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը բարեգործության վրա հիմնվելու կարիք չունի։ Ոչ թե կարիք չունի, այլ դա ամենահակապետական ու հակացուցված բանն է։ Եվ ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ օրինակ 2026 թվականի պետական բյուջեով հարկային եկամուտները նախատեսված են շուրջ 3 տրիլիոն դրամ, այսինքն Հայաստանի Հանրապետությունում հարկատուները պետական բյուջե վճարում են 3 տրիլիոն դրամի հարկեր, որով լուծվում են ամենատարբեր խնդիրներ։ Եվ մի քանի օրից, 3 օրից նաև նշվելու է հարկատուների օրը, մենք իհարկե այդ օրն էլ կասենք, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, գործունեություն ծավալող, բարիք ստեղծող բոլոր հարկատուներին, որոնց շնորհիվ է այն ամեն ինչը, ինչի մասին մենք խոսում ենք եւ հպարտությամբ այդ մասին ներկայացնում։ Եվ ամենավերջին բանը ես տեսնում եմ, որ մարդիկ գնահատում են ձեռք բերված խաղաղությունը։ Դա ուղղակի խոսքեր չի, ես մեր ընկերների հետ կամ ազգային ժողով եկած տարբեր հյուրերի հետ խոսում ենք, երբ ինձ հարցնում են օրինակ տարբեր երկրներում, երբ գնում ենք այցելության, ինչն է ինձ ամենաշատը տպավորում են ոչ թե գեղեցիկ շենքերը, բարեկարգ փողոցները, չգիտեմ, մարդկանց կենցաղը, այլ տպավորում էր այն հանգստությունը, որը որ ես տեսնում եմ մարդկանց դեմքերին, որոնք առավոտյան չեն զարթնում ու չեն մտածում, թե տեսնես այսօր սահմանին ինչ միջադեպ է եղել, իրանց որդուն հո ինչ որ վտանգ սպառնում է թե չէ։ Ես պետք է նշեմ, որ մեր հասարակության այդ շփումների ժամանակ ես տեսնում եմ այդ հանգստությունը արդեն իրենց մոտ ու շատ կարևոր է, որ մենք այնպես անենք մեր ժողովրդի հետ միասին, որպեսզի այդ հանգստությունը հարատև լինի, որտեվ այդ խաղաղության պայմաններում, երբ մենք ասում ենք, մենք ուզում ենք այնպես անել, որ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սովորական կյանքով ապրեն, իսկ դա ամենակարևոր բանն է, ու մեր տաղանդավոր ժողովրդին
այդ սովորական կյանքը բավարարա, որպեսզի իրանք այնքան բարիք ստեղծեն, այնքան զարգացնեն մեր երկիրը, որ մենք եվրոպական ամենաբարձր երկրներից որևէ բանով հետ չմնանք։ Այսքանը այս անգամ մի քիչ ելույթս ոչ մասնագիտական ստացվեց, ինձ թվում է ներող կլինեք, շնորհակալություն։